Ինձ էլ է թվում, թե ավելի ծանր է լինելու։ Իմ տպավորությունն էլ է, որ ավելի ծանր է, մի քիչ ավելի շատ է խառնել, որովհետև բոլոր պարագաները, օրինակ 97 թիվ կար լարվածություն, ներքաղաքական լարվածություն բան, բայց ոչ մեկը կասկածի տակ չէր դնում, թե հայ ենք, հայ չենք։ Հենց բաժանում մի քիչ ուրիշ տեղ էր, ազնվորված բաժանում էր, ինչ որ օրինակ լավ առաջին նախագահը չուներ դաշնակցության հետ, կոնֆլիկտի մեջ էին, բայց ոչ մեկը չէր ասում Ղարաբաղը հանձնեք Թուրքինն է, ոչ մեկը չէր ասում գնանք կզանք Թուրքի դիմաց։ Հասկանում, բանը այդ ինչ ուղղակի քանի որ զրուցում ենք, ավելի շատ ոչ թե ճառի պես ասեմ, այն ժամանակ սենց բաժանումը ուրիշ հողի վրա էր, ավելի շատ ազնվորված։ Հիմա բաժանումը ոնց որ սենց ինքնության հենց մեջ տեղով է գնում։ Եվ դրա համար առաջինը հիմա պետք է հաղթել, որովհետև ինքնությունը որ քայքայում ես, հետո դժվար է վերականգնում, տենց հեշտ չի վերականգնում։ Ճիշտ է, մեկ օրում էլ չես կարող քայքայել, ինչ որ ժամանակ է ուզում այդ ինքնության քայքայումը, բայց քայքայելու պարագայում հետո չես վերականգնում։ Ու հիմա մեզ նաև մցրել են աշխարհաքաղաքական սենց բախումների խիզակետի մեջ, այն ժամանակ դա չկար։ Օրինակ այն ժամանակ երբեք վեճը չէր գնում։ Ես օրինակ առաջին նախագահ բաժանվեցինք, ինքը հրաժարական տվեց, ես մնացի։ Բայց խոսքը չէր գնում, որ մենք սենց գնում ենք Թուրքիայի հետ ախբերության, խոսքը չէր գնում այնպիսի հարցերի շուրջ մեր տարաձայնությունը, որը ուղղակի վտանգավոր են երկրի համար, բարդ տարածաշրջանում։ Լինել չլինելու հարց չէր, ուրիշ մակարդակի վրա էր։ Հիմա շատ ավելի մեծ է, իսկապես շատ ավելի մեծ է վտանգը։ Հաշվի առնելով օրինակ Ռուսաստան, Եվրոմիություն, հարաբերությունների ուղղակի թշնամական բնույթը այսօր, մտնել դրա արանքի մեջ, փոքր երկիր լինելով այս բարդ տարածաշրջանում, մտնել դրա արանքը ոնց որ սենց կազինո բանան էլի մարդ, սենց մտնի յա բախտի խաղա էլի, այ մարդ ինչ ունես, ինչ ես խառնում, այդ տեսանկյունից բավական պրոբլեմային է և մենք ուղղակի պետք է այդ բանը ստոպ տանք էլի, այդ պիտի կաղանացնենք առաջ շարժվենք։ Այ հետարքիր է այն ձեր մոտից, շատ մարդ են Ռուսաստան աշխատում, գնամ գալիս արտագնել։ Հիմա Հայաստանից մոտ ամենից համեստ հաշվարկով 150,000 մարդ, դա նշանակում է 150,000 ընտանիք այդ հարաբերություններից օգտվում են։ 150,000 մարդ գնում են աշխատանքի, գումարներ են ուղարկում և ընտանիքները դրա շնորհիվ պահում են։ Հիմա դու 150,000 ընտանիքը բազմապատկի 4-ով հիմա այդքան մարդ ուղղակի կախված են, թե ինչպիսի հարաբերություններ է լինելու Ռուսաստանի հետ։ Լավ, խես այդ մարդկանց բարեկեցությունը վտանգի տակ դնա։ Լավ, եթե մտքինը դա է, դու սկզբից բեր, ստեղ մի քանի գործարան դեր, այս մարդկանց աշխատատեղերը ապահովի, աշխատանքը ապահովի, բարեկեցությունը ապահովի, այդ քանը հարցերը լուծի, հետո ասենք լավ, ինչ որ գլուխդ բան է մտել, փորձում ես ինչ-որ բանը փոխես, ուղղությունը փոխես, բայց դու ոնց ես ուղղություն փոխում, եթե դու հարվածի տակ ես դնում 150,000 ընտանիքի բարեկեցությունը, լավ դու խիղճ չունես, սենց կազինո է, բայց այդ կազինոյը գիտես ոնց է, ինք գնում է կազինո է խաղում, աշխարհաքաղաքական կազինո է մտել, բայց այդ փող տվողը, այդ կազինոյում պարտվողը ժողովուրդն է, ինքը չի, ինքը թռնելու է, ինքը սովոր է թռնել, մարտի մեկին էլ թռավ, բանի 20 թվականի 44 օրյա պատերազմից հետո թռավ բունկեր, հիմա էլ է թռնելու ինքը։ Ես չգիտեմ, գուցե Անտալիա բանդիրեն համար արդեն դա չեն պահել, էլի տեղ են պահել, որ գնա ինչ-որ Թուրքիայում ապաստան գտնի քաղաքական։ Բայց սա է։ Եվ եթե ուզում եք սա կաղանացնել, ուրեմն պետք է ճիշտ կողմնորոշվել։
շատ անպատասխանատու քայլեր է անում։ Este չքան մարդ կա տրանքների ուզող են, էլի չուզողը չի եկել։ Դա հասկանալի չի։ Ես լարի, Մարդիկ կան, որ ուղղակի պետական համակարգում դպրոցում բանում աշխատում են կամ ինչ որ համայնքապետարանում բանում մարդիկ այնց վախենում են էլի։ Բայց օրինակ քանի հոգի են ստեղից աշխատում մոտարապես օրինակ ձեր գյուղից քանի հոգի են Ռուսաստան գնում գալիս։ То есть 50% ուղի կախված են Բայց մնացած գյուղերը ավելի շատ բան նախագահ, քանի որ այստեղ աշխատատեղի համարը երիտասարդ չի լինում։ Լարի երիտասարդություն են անում։ բայց մնացած գյուղերից ավելի շատ է։ Մոտ 80%-ը իսկ արմատներով որտեղից են ստեղ արեմության մշեցի են չէ հա Համարյա մշու ոգի մշու արյունը են բանը չկա չի մնացել շատերի մոտ Հիմա եթե շատերը մշեցի են վերջերս մի հայտարարություն չի արել բանը այս Նիկոլա մի հայտարարություն արել որ Ղարաբաղցիք թռած են թեխի են թռել Ղարաբաղից էլի դա արել է իդեպ 9 ամիս sense total բլոկադայի հետո մարդիկ թողել են ըստ էության իմ բարեկամներս ընդեղ էին լրիվ սոված էլ բան չկար ուտել հա լրիվ սոված sense մասապուրցի եղած եկել են հասել Հայաստան պարզմոր թռել են համար դու ամեն ինչ հրահրել ես քո մեղքով այդ մարդիկ հայտնվել են այդ վիճակում 9 ամսվա ընթացքում ոչինչ չես արել այդ մարդկանց օգնելու համար հա գնացել էր այո երկարաշարժ սնունդ են ուղարկում եւ դրանից հետո ասма թռեր հիմա ես ուզում եմ որ բոլոր sense ով մշեցին նախիններ ունեն ինքը նաեւ ձեզ է վիրավորել ինքը ասել է որ ձեր պապերը այո ասել են որ խրած տատերը թռել են այո թռել են Պիտի անդեղ մնացածելնեին կամ մանային կամ պիտի կրոնը փոխեին կամ պիտի թուրքանային այդ դեպքում շատ ինքը գող կլներ Ժամանակել էլի ասել են մշեցիկը ընջեն թողե փախե իրանց ողը ջուրը նույնը հիմի ասում են Արցախցու այդ խոսակցություն Ժամանակել մեր